Գյումրիի քաղաքապետն ու որդին այսօր հակակոռուպցիոն դատարան բերվեցին երկու տարբեր կենտրոն եւ Արմավիր քրեակատարողական հիմնարկներից։ Ավագ Ղուկասյանը նիստի սկզբում հայրաբար նախատեց կրտսերին։ Համեցեք, պարոն Սպարտակ, համեցեք։ Անպայման հետևիցս պիտի գա։ Չեմ եկել բերել։ Այս գործով դատական նախորդ նիստը թանկ նստեց հայր ու որդի Ղուկասյանների վրա, երկուսին էլ նոր մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով, իսկ նոր մեղադրանքի հիմքում դրվեց դատական նիստի ավարտին հոր ու որդու վիրավորական կոպիտ արտահայտությունները իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին։ Այսօր Վարդան Ղուկասյանը ավելի զգուշավոր էր։ Հիմա այն օրը կհագի գցի Ղուկասյանը կալանավորվեց կոռուպցիայի մեղադրանքով, դրան հետո ավելացան իշխանության զավթման կոչն ու խուլիգանությունը։ Վարդան Ղուկասյանը բացառեց, որ իշխանությունների հետ գործարքի կգնա իր ազատության դիմաց։ Իմ արունը, իմ կարտը թույլ չի տալիս նմանատիպ ապրելակերպ, երբ որ բացեք իմ կենսագրականը, հորս պաբերիս գրված է մաքուր ճիշտ հայրենասեր պայրադշտի տղա։ Ես էլ նույնն եմ ու տենց կմնամ։ Պարոն Ղուկասյան, հասցրեց նաև Աստվածաշնչից մեջբերում անել։ Ընտանեկական Ղուկասյանների վրա հոր ու տղունը սրել են, սաղ ազգ ու երամին տանել։ Ինչ ասեմ, ոչինչ, բան չկա։ Մի դադեք, որ չդատվեք, Աստվածաշունչն ասում է, մի դադեք, որ չդատվեք։ Ինչ բրտեք ձեր չանաղ, ենք ուկա ձեր կդալը, սպասեք, կկա ժամանակ ամեն մեկը իր արածի համար պատասխան կտա։ Հակակոռուպցիոն դատարանում արդեն մի քանի տարի է քննվում է այս գործը։ Մեղադրյալի աթոռին Ղուկասյանից բացի որդին ու եղբայրն են։ Գյումրիի քաղաքապետը մեղադրվում է իր նախորդ պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման համար, իսկ Սպարտակ Ղուկասյանն ըստ իրավապահների աջակցել է հորը։ Այսօր դատարանում որպես վկա հարցաքննվեցին քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցն ու կադաստրի կոմիտեի մասնագետը։ Շուրջ 40 դրվագով հարուցված այս վարույթը հիմնականում հողային օրենսգրքի խախտումներով հողատարածքների օտարումների մասին է։ Ղուկասյանը պնդեց, որ խախտում թույլ չի տվել։ Սպիտակի վրա սևով գրված է օազիսի հատվածը 60 հոդվածի տակ չի մտնում, դա հստակ է։ Ես չգիտեմ, թե ինչի համար է, ով է այդ եզրակացությունները տվել, որտեղ է գրված, դա գրված է եւ քաղաքի հատակագծի մեջ, եւ առանձին լրացուցիչ ուրեմն հարցարագրություններ կա եւ քաղաքաշինության նախարարությունից եւ բոլորի կողմից դրա համար էլ իրենք վկայական են տվել։ Հիմա այս մարդը կանգնած տալակուսանքի մեջ է, ինքը մտածում է կարող է սխալ եղել, կարող է սենց եղել, դրա համար ինքը էս է պատասխանում, բայց հստակ ես բարձրաձայն հայտարարում եմ, այդքան բան։ Ղուկասյանի փաստաբանը դատարանին տեղեկացրեց, որ այս վարույթի շրջանակներում Ղուկասյանին գործի նյութեր տրամադրելու հարցում խոչընդոտ կա եւ դատարանին այն վերացնելու մասին հայտնեց։ Կատարական հիմնարկում արգելվում է մեզ պաշտպաններից կոնկրետ այն վարույթով, որով պարոն Ղուկասյանը կալանքի տակ է, այդ վարույթից բացի որևէ այլ վարույթի վերաբերող նյութ փոխանցել պարոն Ղուկասյանին։ Իսկ սկզբանե ասեմ, որ այս վարույթով անհրաժեշտություն է եղել մի շարք նյութեր փոխանցել պարոն Ղուկասյանին, որպեսզի վերջինս ուսումնասիրի եւ մենք կարողանանք քննարկում կազմակերպենք, սակայն քրեակատարական հիմնարկը արգելել է ինձ, Տիգրան Խոստանջյանին, պարոն Վարդանյանին, այն էլ ասում է այնպիսի նյութ, որը պետք է այդ վարույթի նյութերի մեջ գրված լինի, օժանդակ նյութեր չէ թույլ տալիս փոխանցել։ Սա ուղղակի հայտարարության կարգով, որ պարոն Ղուկասյանի կալանքի տակ գտնվելը խոչընդոտում է նաև այս վարույթով նրա պաշտպանությունը պատշաճ իրականացնելու համար։ Հոկտեմբերից կալանավորված Ղուկասյանի փաստաբանները բարձրաձայնում են ոչ պատշաճ բժշկական օգնության խցի վատ պայմանների մասին։ Չնայած իրավապահների պնդումներին, թե բավարար ապացույցներ ունեն, Ղուկասյանը հերքում է իրեն առաջադրված բոլոր, այդ թվում կաշառք վերցնելու մեղադրանքը եւ բանտից դատի է տվել ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Պահանջում է հերկել իրեն զրպարտող տեղեկությունները, ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը եւ կես միլիոն դրամի փոխհատուցում վճարել։ Դատական տեղեկատվական համակարգում նշված չէ, թե ՔՊԱ-ական Ռուբինյանի որ արտահայտությունն է Ղուկասյանը զրպարտություն համարել։ Ավելի վաղ Ռուբինյանը Facebook-ի իր էջում Գյումրիի քաղաքապետի լուսանկարներ հրապարակել ու գրել 6 ամիս եւ 1 օր։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ այսքան պահանջվեց, որպիսի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի։